Մադուրոն գիտեր, որ տենց անելու։ Եվ համաձայնվել էր դրան, դրա համար տենց ուրախ գնում էր, ինքն ու կինը առանց վնաս կրելու շատ սիրուն ձեռքի գնացին, եւ երբ որ հասավ Նյու Յորքի բանտը, բոլորին բաներ ասում Happy New Year, չգիտեմ ինչ շնորհավոր ձեռնոր տարին եւ այլն։ Ինքը ուզում էր, ասում էր ես կհամաձայնեմ ամեն ինչի կանեմ, բայց չեմ կարող, այս կուբացիները ինձ կսպանեն, դրանք չեք հասկանում, որ իրանց համար Վենեսուելան կյանքի մահուարցա, որտեղ միայն նավթը մենք ենք տալի եւ այլն։ Եկեք դե ինձ ազատեք, ես կգամ, հետո ընդեղից կորոշենք ոնց կլինի, որտեղ իրան բան էին առաջարկել, Թուրքիա գնար ինքը իր փողերով մողերով։ Հետո ասեցին, որ ինքը չհամաձայնվեց, չուզեց Թուրքիա գնա։ Եվ դա ոնց որ ասում են արդեն որոշումը կայացրեց, որ չես գնում, տենց կլինի։ Մի քիչ դա ժամկետների մեջ այդ թեորիայի հետ մի քիչ դժվարություն կա, բայց ասենք թե տեսականորեն հա հիմա այս նոր բանը առաջարկը թեզն է, որ ինքը իբրև թե գիտեր, որ պիտի գան իրեն վերցնեն, դրա համար ոչ մի բան չարեց եւ հենց կուբացիներին սպանեցին, բոլոր կուբացիները իր 4 կողմ եղած 32 հոգի, դրանց բոլորին սպանեցին, բան արեցին եւ ոչ թե հենց իրան ոչ մեկին չվնասեցին։ Հիմա դե սա էլ ուրիշ բան, որ տեսնենք հիմա ոնց դա ամբողջը կախված է թե ոնց կգնա այս դատական process-ը, քանի տարի կստանա կամ Թրամփը իրան կների կամ ինչ կանի թե չկարող է, ոնց որ բանի այդ էլի բանտում նստածին ինքը ներում շնորհեց այդ որ երկիրներ Լատին Ամերիկայից։ Դա էլ հնարավոր է։ Ես այս վիցեպրեզիդենտին պահելը, որին իհարկե շատերը գիտեն, որ ինքը մի բարի պտուղ չի։ Եվ առաջինքը Չավեզի հավատարիմ օգնականն էր, հիմա էլ վայս պրեզիդենտը